մեծ մասով ձեր տեսակետը ցկտարտադրողները կառավարության մոտ էին։ Իմիջիայլոց մեզ համոզում էին, թե այնքան ծիրան են Եվրոպա արտահանելու, վախենան Հայաստանում պաշարներ չլի, Տարոն Շահյանը հմեկով էր ասում, որ մենք ուտենք, էլի։ Պարզվեց Իսպանիային կարել ունեն փչացած ծիրան է եղել։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր կարծիքը։ Երեք են վերադարձել Եվրոպայից 15 օրից ավել այնտեղ է եւ Իսպանիա Հայաստանի Հանրապետությունը կամ տնտեսավարողները ծիրան չեն ուղարկել։ Ծիրան ուղարկել են Լեհաստան, բայց այն ճանապարհը, որով որ ապրանքը հասնում է պատվիրատուին եւ հետո պետք է բաժանվի արդեն այլ ցանցերի, որոնցից մեկը նաեւ Իսպանիայի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարողներ են եղել, այո, արդեն մի աղջիկ կար Եվրոմիության աշխատակիցներից մարտակաս, հա, եթե չեմ սխալվում, որ մուրաբա էր պատրաստել, արդեն Իսպանիա ուղղակի հասել էր որպես մուրաբա, Լեհաստանից դիմել էին, որ օգնեք արագ, քանի որ փչանում է, արդեն կամ փչացել է, արդեն թուլացել էր, ինքը այնտեղ ծորում էր։ Մարդիկ ասել են ուղարկեք, շուտ հասցրեք, տեսնենք ինչով կարողանանք, փրկենք, մի բան անենք, բայց արդեն բան չկար, տեղ չկար, դա որպես ապրանք շուկա մտցնելու եւ վաճառք իրականացնելու, այդ ապրանքը Հայաստանից Լեհաստան էր հասել 20 օր, 4 օր ապրանքը հավաքել են, 4 օր ապրանքը բեռնատար մեջ դասավորվել է, ճանապարհներին ճանապարհները ինքը այնքան էլ բարվոք վիճակում չեն, ապրանքը թափվում է, շարժվում է, խախտվում է այդ արկղների դիրքերը 8-ից 11 օր Թուրքիայի տարածքում կանգնեցրել են, դա արդեն գրեթե 20 օր էր անում, մինչև հասել է տեղը, բան արդեն ինքը վաճառքի պիտանի չէր, պիտու չէր։ Ձկնարդյունաբերության մասին թեփուկավոր ձուկ, ֆիլե, ծխեցված, չգիտեմ, այդ ինչ են խոսում, ինչից են խոսում, այդ ձուկը ուր պետք է գնա, ոնց պետք է գնա, ինչքան ժամանակում նա պետք է տեղ հասնի եւ ամենագլխավորը, նույնիսկ եթե ինքնաթիռով ուղարկեն, կարգո անեն, ուր է մտնելու այդ ձուկը, ով է այդ ապրանքի գնորդը, եթե ծիրանի դեպքում, որի կիլոն 7-ից 15 եվրո էր վաճառվում, եթե ծիրանի դեպքում ճանաչում են, այո, գիտեն Հայաստան, ծիրան, ինքը շատ օգտակար է, ապա ձկան մասով ես բացարձակ հակառակ կարծիքի եմ, որ չեն ճանաչում, չգիտեն, հայերի մասին չի խոսքը, հայերը կառն են, թեկուզ օգնելու համար մեր հայրենակիցները, այո, կառն են, այսօր այդ տենդենսը կա, այդ ցանկությունը կա, 1 կիլոգրամի փոխարեն 3 են առնում, 4 են առնում, որ սպառվի, այստեղ մարդիկ էլ շնչահեղձ չլինեն, այդ բարձր տոկոսներով վարկերի տակ չդասակարգվեն եւ տուն ու տեղները քանդ ու կարապ լինի, բայց ձուկը դա շատ լուրջ խնդիր է, նաեւ կատնամթերքը, այնպես որ շատ պահածոներ դեռ ոչինչ, կարող է ինչ որ մնալ, այնտեղ սառնարաններում էլի հայերի մեջ սպառվի, բայց եվրոպացու համար, մարոկացու համար, ալժիրցու համար, որոնք այսօր պակաս քանակ չեն քան բուն եվրոպացիները, առաջիկա 20-30 տարում շատ ավելի կլինեն քան այսօր, նրանք չեն ճանաչում այդ ձուկը եւ հետո սկանդինավյան երկրներում լուրջ ձուկ կա, բրիտանական այդ ջրերում այնտեղ այնպիսի որակի ձուկ կա, որ ոչ թե արհեստական կերով կամ ինչ որ կան մեծ ծախսերով, այդքան լոգիստիկ ծանրաբեռնված
գնագոյակցության պայմաններում, այլ ինքը ապրանքը, որակը, այդ ապրանքի համար պետք է ուզեն ձկան առողջությունից սկսած թղթեր պահանջվելու։ Եվ ամենագլխավոր իրենք չեն ճանաչում այդ ապրանքը, դա շատ երկար տարիներ է գնալու եւ շատ մեծ գումարներ պետք է ծախսել գովազդելու համար, որպեսզի ինչ որ թվին ինչ որ որոշակի տոկոս դու կարողանաս սպառում ունենաս։ Այս իշխանությունները բացի որ պայմանավորվում են, պատերազմ են անում, մեկ նախադասություն իրենց հասցեին չասելու համար, չլսելու համար, որ բա ինչ ասեին դավաճան է, հողերետայ ասեին դավաճան եմ, այդ բառի համար, որ իրեն չասեն, բայց ասում են 4000 զոհ, Արցախ չկա, ունենք գերիներ, ունենք 100,000-ից ավել տեղահանվածներ, որոնք դռնեդուռ ընկած, այդ մարդիկ ինչու չէ զոհվել, այո, իրանք ինչու չեն զոհվել, իսկ իրենցից ով է զոհվել ընդհանրապես։ Հիմա, եթե կհիշեք, հարգելի Մարիամ, երևի 19-20 թվականների իմ հարցազրույցներում ասում էի Արցախը սրանք տվել են, պայմանավորված են արդեն, Հայաստանն են իրենք